Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, շարունակում ենք պատարագի բացատրության մեր շարքը եւ այսօր հասել ենք Որդի Աստուծո երգին։ Հիշում եք անցյալ անգամ ձեզ ասեցի, որ Սուրբ երգից հետո 3 երգեր կան, որոնք ամեն մեկը ուղղված են առաջինը Հայր Աստծուն, երկրորդը Որդի Աստծուն եւ երրորդը Սուրբ Հոգի Աստծուն։ Մեր Աստվածը Սուրբ Երրորդությունը, չէ՞, դրա համար էլ ասում ենք Փառքոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, կամ ասում ենք Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, այսինքն այն աղոթները, որ մենք ասում ենք, դա ասում ենք հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո անունով, եւ պատարագի մեջ կան մի քանի տեղեր, որտեղ որ մենք հատուկ դիմում ենք առանձին Հայր Աստծուն, Որդի Աստծուն, Սուրբ Հոգու Աստծուն, բայց հիշեք, մեկ Աստված, դրա համար կոչվում է Սուրբ Երրորդություն։ Ուրեմն Սուրբից հետո կան 3 երգեր, որոնցից առաջինը ուղղված է Հայր Աստծուն, որի մասին ես խոսեցի անցյալ անգամ այս զայնագրության մեջ, եթե դուք չեք լսել, կարող եք YouTube-յան ալիքում playlist-ի մեջ, պատարակ playlist-ի մեջ խորագրի տակ նայել եւ լսել այդ նախորդ զայնագրությունները, եւ այսօր խոսելու ենք Որդի Աստուծո երգի մասին, որ իմանաք թե այդ ինչ ենք ասում այնտեղ, ու կտեսնեք, որ մենք շատ կարևոր բան ենք ասում ու մոտենում ենք մի ավելի կարևոր պահի, որի մասին ես կխոսեմ հաջորդ պատարակի մասին զայնագրության մեջ, որի ընթացքում պատարակի ժամանակ օգտագործվող հացը եւ գինին աստվածային հատուկ խորհրդով ասեմ, թե հրաշքով ասեմ, թե շնորհով ասեմ, փոխակերպվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնին եւ Արյանը, բայց դրա մասին կխոսենք հաջորդ անգամ։ Ուրեմն Որդի Աստուծո երգից առաջ քահանան ծածուկ աղոթք է անում եւ ասում է հետեւյալ բառերը, ասում է. մենք քեզ գովում ենք եւ գոհանում ենք, որ մեզ անարժաններիս մեր անարժանությունը անտեսելով մեզ սպասավոր կարգեցիր այսպեսի ահավոր եւ անպատմելի խորհրդին։ Տեսնում եք, պատարագը քահանան պատարագը կոչում է ահավոր եւ անպատմելի խորհուրդ եւ ասում է մենք գոհություն ենք մատուցում քեզանից Տեր, որ մեզ անարժաններիս, այսինքն ընդունում է, որ ինքը անարժան է, սպասավոր կարգեցիր այս ահավոր եւ անպատմելի խորհրդին եւ ասում է ոչ թե մեր բարեգործությունների համար, որոնցից զուրկ ենք միշտ եւ իսպար դատարկ, այսինքն զուրկ ենք բարեգործություններից եւ դատարկ ենք բարեգործություններից, այլ քո հորդառատ ներողությանդ ապավինած համարձակվում ենք մոտենալ եւ սպասավորել Մարմնին եւ Արյանը քո միածին որդու, մեր Տերոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որին վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ այստեղ քահանան դառնում է ժողովրդին եւ խաչակնքելով ասում է խաղաղություն ամենեցուն։ Ժողովուրդը պատասխանում է, ասում է եւ ընդհոգվույթքում, այսինքն քո հոգուտ է, բայց երաժշտությունը մի քիչ տարբեր է, այնքան գեղեցիկ է, նայեք եւ ընդհոգվույթքում։ Խորանի վրա սարկավագներն ասում են Աստուծո երկրպագեսու, այսինքն բոլորս միասին հիմա երկրպագենք մեր Տեր Աստծուն, եւ ժողովուրդը այստեղ խոնարհվում է եւ երգում է ասելով առաջի քո Տեր, ու երգում է Որդի Աստուծո երգը, բառերը աշխարհաբարով հետեւյալն են. Որդի Աստուծո, դու որ զոհվում ես հոր հետ հաշտության սիրույն, եւ որպես կյանք տվող հաց բաշխվում ես մեր մեջ, քո Սուրբ Արյանդ հեղումով, աղաչում ենք քեզ, ողորմիր քո արյունով փրկված հոտին։ Տեսակ ինչ զգայուն խոսքեր են, հա, Որդի Աստուծո, դու որ զոհվում ես, որպեսզի մենք հաշտվենք հոր հետ, որովհետև Քրիստոսի խաչելությամբ եւ այդ զոհաբերությամբ աշխարհը հայրը հաշտվեց աշխարհի մարդկանց հետ, ասում է դու որ զոհվում ես, որպեսզի մենք հաշտվենք հոր հետ հաշտության սիրուն, եւ որպես կյանք տվող հաց, այստեղ գրված է կենսատու հաց, որպես կյանք տվող հաց բաշխվում ես մեր մեջ, ժողովուրդ ջան, պատարագի ժամանակ Քրիստոսի մարմինն ու արյունը, որ ինքը ասեց առեք կերեք, սա իմ մարմինն է, որ տրվում է ձեր կյանքի համար, եւ ասեց եթե սա չուտեք կյանք չեք ունենա, եւ հիմա պատարագի ժամանակ ասում է որպես կյանք տվող հաց բաշխվում ես մեր մեջ, այդ ձեր ցավը տանեմ, բա ոնց մարդ չի գնա պատարագի Կիրակի օրը, ոնց քնից չի ելնի եւ շտապի, մարդիկ կան հերո տարածություններ, ոտքով են գնում, որ անարժանաբար հասնեն այնտեղ, մարդ ոնց կմնա տունը ու ինչ խղճով կասի, ես տունը կմնամ կաղոթեմ, ելեք, շտապեք, ձեր երեխեքին վերցրեք, սովորեցրեք, գնացեք, ամեն Կիրակի պատարագի մասնակցեք, այս զայնագրությունները լսեք, որպեսզի հասկանաք,
եւ ասում է բաշխվում ես մեր մեջ քո սուրբ արյանդ հեղումով, որովհետեւ Քրիստոսն իր արյանը հեղեց, չէ՞ որպեսզի բաշխվի մեր մեջ։ Աղաչում ենք քեզ, ողորմիր քո արյունով փրկված հոտին։ Հիմա տեսեք այս երգը ես երգեմ, գրաբար էսպես է, ուրեմն ասում ենք, որ ասում է որդի Աստուծո երկրպագեցուկ, ասում ենք առաջի քոտեր, գրաբար բառերն էսպես են։ Որդի Աստուծո, որ պատարակյալ հոր ի հաշտություն, հաց կենաց բաշխիս ի մեզ, հեղմամբ արյան քո սուրբ, այսինքն կյանքի հացը բաշխում ես մեր մեջ քո սուրբ արյան հեղումով, հաց կենաց բաշխիս ի մեզ, հեղմամբ արյան քո սուրբ, աղաչեմ կսքես, ողորմյա արյամբ քո փրկյալ հոտին, աղաչում ենք քեզ, ողորմիր քո արյամբ փրկյալ հոտին։ Տեսնում եք, որ մի քիչ մտածում ես, մի քիչ իրար հետ ես դնում ամեն ինչ, լավ էլ հասկացվում է գրաբարը, պետք չի ասել, որ դժվար է։ Հիմա եկեք միասին երգենք։ Առաջի քոտեր, որդի Աստուծո, որ պատարակյալ հորի հաշտություն, հաց կենաց բաշխիս մեզ, հեղմամբ արյան քո սուրբ, աղաչեմ քեզ, ողորմյա արյամբ քո փրկյալ հոտին։ Հրաշալի գեղեցիկ մեղեդի, հրաշալի գեղեցիկ երգ, հրաշալի զգայուն հոգի ցնցող եւ սնուցող բառեր։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, եթե այս զայնագրությունը ձեզ օգտակար եղավ պատարագի մասին, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր էջերին, թող մեր ժողովուրդն իմանա, ինչ ունենք մենք մեր ազգի մեջ եւ ինչ ժառանգություն է Աստված տալիս մեզ, որ հանկարծ մարդիկ իրենց կամքով չզրկեն այդ ժառանգությունից։ Թող ձեր երեխեքը լսեն այս ամեն ինչը, թող ձեր ընկերներ լսեն, սեղան նստելուց խոսեք այս բաների մասին, ասեք Կիրակի օրը գալիս ես գնանք իրար այդ պատարագի։ Այս զայնագրությունը, որ դուք լսում եք այսօր շաբաթ առավոտյան է։ Ես հույս ունեմ, որ դուք կլսեք, ձեր սրտի մեջ մի բան կշարժվի եւ դուք ել կսկսեք ասեք ես չեմ ուզում զուրկ մնամ սրանից, ես չեմ ուզում զրկվեմ սրանից եւ ես ամեն Կիրակի գնալու եմ պատարագի ու ասեմ Որդի Աստուծո, դու որ զոհվում ես հոր այդ հաշտության սիրուն եւ որպես կյանք տվող հաց բաշխվում ես մեր մեջ քո սուրբ արյանը թեղումով, աղաչում ենք քեզ, ողորմիր քո արյամբ փրկված այս ժողովրդին։ Եվ որդուն Աստուծո, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին վայելե փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն ու բարի օր բոլորիդ։